Ողջույն բոլորին, այսօր մենք հաղորդին գյուղում ենք գտնվում և մենք գյուղի երեխեքով բարձրոք ենք հաղթահարելու։ Գյուղի երեխաների հետ։ Մեր նոր ընկերների հետ կշրջենք և ցույց կտանք մեր տեսարժան վայրերը։ Մենք հաղացնի դպրոցի սովորողներն ենք և կքայլենք գնանք խաչ։ Մենք ճանապարհը քայլքով հասնեցինք և եկանք այստեղ։ Մեր գյուղը շատ քարքարոտ գյուղ է, դրա համար է սարքել են այստեղ պատեր, որպեսզի գարեից քարը պոկվի, չընկնի գյուղի վրա և փլուզի բոլոր տները։ Սա մեր գյուղի խաչն է, որը սարի գագաթում է։ Հիմա մենք եկել ենք Երևանի երեխաներին տանենք ցույց տանք խաչը։ Ու բարձունքից նաև ձեր ամբողջ գյուղը երևում է, չէ՞ Մոնիկա։ Հացիները գյուղը նաև անվանում են ջարխեջ։ Ինչ է նշանակում իր բացատրությունը, երեխեք ջան։ Ջհար ասում են 4, խեջ, խաչ։ Այսինքն գյուղը 4 կողմից ամբողջությամբ պատված է խաչքարերով, երեխեք ջան։ Մեզնից ձախ գտնվում է գյուղի աբեղաքարը, գյուղի ամենաբարձր և գեղեցիկ տեսարժան վայրերից մեկն է։ Այդ վտանգներից մեկը սողանքը, տեսնում եք վերևից, այսպես հողը հոսում է։ Տեսնում եք վերևից։ Դա հոսում է և գյուղի համար խնդիր է առաջացնում։ Այդտեղ եղել է շատ քիչ անտառներ, ու այդ անտառներում եղել են եղնիկներ, բնակվել են եղնիկներ, եղնիկները եկել են Աղստև գետից, անգամ ջուր են խմել, բնակիչները տեսել են։ Իսկ հիմա մարդկային գործոնի արդյունքում վնասվել է և տարածքը, և վերացել են անտառները, և կենդանական աշխարհն է արդեն այդտեղ բացակայում։